Պլան B-ն այն էր, որ պրոռուսական ուժերը հայտնվեն խորհրդ հարանում եւ որքան հնարավոր է շատ, այսպես զայներով, որքան հնարավոր է շատ նաեւ քանակով եւ նրանց համար նաեւ շատ կարեւոր է, որ ասենք ոչ թե երկու ուրեմն քաղաքական ուժ մտնի, այլ երրորդը, լավ կլիներ չորրորդը, բայց դե ընդհանրապես դա չստացվեց, բայց գոնե իրենք ուրեմն կարծում եմ, որ հույս ունեն եւ մինչեւ հիմա էլ ուրեմն նաև այդ բանը իրենց համար կարևոր է, որ 3 քաղաքական ուժ մտնի խորհրդարան եւ իսկ հիասթափություն նկատում եք նույն Կարապետյանի, Քոչարյանի նկատմամբ այս լռությունը նաև նրանց է ուղղված, որովհետեւ մենք տեսնում ենք, որ սինխրոն լռում են նաև այս ուժերը, որոնք խորհրդարան են անցել։ Իհարկե նաև Կարապետյանը ակնարկեց, որ եթե ՔՊ-ից 8 հոգի միանա իրենք կհաջողեն, Ռոբերտ Քոչարյանը խոսեց այն մասին, որ ընտրակեղ ծառայություն է եղել եւ իրենք սահմանադրական դատարան են դիմելու, որքան էլ որ զավեշտալի չի հնչում, բայց ամեն դեպքում հասկանանք նաև հիասթափություն կա այս մարդկանցից, այս ուժերից։ Կա բնականաբար, եթե չլիներ, դե չէին էլի միանգամից ասես շեղվի պլան B-ի վրա, որտեվ դե պլանան չի ստացվում, հենց այդ նաև այդ իրենց պատկերացմամբ այդ ուժերի պատճառով նաև, հա։ Բայց նաև պլան B-ի առումով էլ հիմա տեսեք, այդ պլան B-ն հետեւյալ ասեն սապրավաժդենիա, այսինքն ուղեկցումը ունի, որ ընտրությունները լեգիտիմ չեն։ Այդ մոսկովյան, այդ կրեմլյան թեզա։ Բոլորը մեկ մարդու նման։ Այո, այդ ի սկզբանե դրված է եղել, որ եթե հանկարծ դուք պլան A չի ստացվում, մի խոսքով, պլան B-ի դեպքում մենք պետք է ասենք, որ լեգիտիմ չեն ընտրությունները։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ կասկած լինի հասարակության մի հատվածի մոտ, որ ընտրությունները կեղծ են,